Ինչ սպասենք այս խորհրդարանից։ Այս խորհրդարանից պետք է սպասել, որ պետք է ընդդիմությունը իր աշխատանքով եւ խորհրդարանական եւ կարծում եմ նաեւ արտախորհրդարանական փողոցային պայքարով իշխանազրկի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գլխավոր, այսպես ասած, խնդիրը, որ պետք է դնի ընդդիմությունը իր առաջ, սա է լինելու։ Եվ հաշվի առնելով տրամադրվածությունը ԿՊ-ի մինչև ընտրությունները, դրանից հետո եղած բազմաթիվ հայտարարությունները, թե ինչ տրամադրությամբ են սպասելու ընդդիմությանը, ձեր դիրքորոշումը ո՞րն է։ Իսկ ինչ տրամադրվածությամբ սպասեն։ Ես քիչ առաջ էլ ասացի, մենք նախորդ խորհրդարանում արդեն իշխանության պատգամավորների կողմից, ներկայացուցիչների կողմից բազմաթիվ լկտիության հասնող դրսևորումներ տեսել ենք, չենք բացառում, որ այս խորհրդարանում նույնպես լինելու է։ Ամեն դեպքում աշխատանքային, կարծում եմ, այս նստաշրջանի առաջիկա այս օրերի նիստերը ցույց կտա ինչ ընթացք է ունենալու եւ բայց կրկնեմ, որ մեր աշխատանքային կոնկրետ ընդդիմության աշխատանքը պետք է լինի իշխանազրկել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Հնարավոր է իշխանազրկում։ Չէ, ես նշեցի, կարծում եմ միայն խորհրդարանով շատ դժվար կլինի, պետք է նաև դա զուգորդել փողոցային տարբեր պայքարների նախորդ խորհրդարանի ժամանակ նույնպես եղել են փողոցային բազմաթիվ պայքարներ, ցավոք հաջողության չի ասել, նախորդ փորձի, նախորդ կարելի ասել սխալների վրա պետք է ուղղել եւ նոր ճանապարհներով գնալ առաջ։ Այսինքն ակտիվ խորհրդարանական գործունեություն է տեսնելու։ Բնականաբար եւ իհարկե բարձրացվելու են բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ հարցեր մեր քաղաքացիների ամենօրյա այն խնդիրները, որոնց հետ մեր քաղաքացիները ամեն օր առնչվում են։ Եվ պարոն Խաչատրյան, քանի որ Էջմիածնից եք գալիս, այսօր վեհափառ Հայրապետի ներկայությունը կարծեք թե նախատեսված չէ, հրավեր ամեն դեպքում չի ուղարկվել։ Ստացվում է, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է վեհափառ Հայրապետը, ում վեհափառ Հայրապետն է նաև ընդդիմության, նաև հանրության, որոնք օրինակ այսօր սպասում էին Անդրանիկ նիստին, ավանդաբար եւ օրենքով սահմանված ողջ երթի խոսքը։ Ձեզ համար սա ընկալելի է ձեր դիրքորոշումը ո՞րն է լինելու, եթե այսօր օրինակ վեհափառի փոխարեն ինչ որ մեկը որոշի ելույթ ունենա։ Իհարկե ընդունելի չէ այդ մոտեցումը, որովհետև նաև սահմանադրությամբ է ամրագրված, որ վեհափառ Հայրապետը խոսքի իրավունք ունի, կարող է գալ, եւ ես կարծում եմ, որ վեհափառ Հայրապետը եթե ինքը որոշի գալ ներկա լինել, ըստ սահմանադրությամբ պարտավոր են իրեն տրամադրել ելույթ եւ վեհափառ Հայրապետը օրինանքով ողջունի խոսքով հանդես գա։ Չգիտեմ, խոսակցություններ եղան, որ միգուցե նաև կարգալույց եղած որևէ հոգևորականներից ներկա լինեն, բայց ամեն դեպքում իհարկե մենք այդ ամենին համաձայն չենք եւ կտրուկ համաձայն չենք դրան, մենք մեր դիրքորոշումը, մենք մեր կարծիքը տեղում կհայտնենք։ Եվ մի փոքր ճշգրտում էլ հաշվի առնելով, որ օգոստոսի 7-ին վեհափառ Հայրապետի եւ 6 բարձրաստիճան հոգևորականների դատական նիստն է, մեկ այլ կարգալույցի ձեռամբ այսպես ներկայացված հայցի հիմքով, ձեր այսպես վերաբերմունքը նմանատիպ սցենարներին զուգահեռ սա նաև ուղղված է հանրայինեն շերտին, որոնք ընդդիմադիր են այսօրվա իշխանությանը։ Սա իշխանության կողմից արված խայտառակ քայլ է, այսինքն տեսնել, մենք այս ընթացքում շատ ոտնձգություններ տեսանք դեպի հայ առաքելական եկեղեցին, դեպի ամենայն հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան հոգևորականները, բայց պատկերացրեք, ամսի 7-ը շատ մոտ է, ես չեմ պատկերացնում, ինչպես պետք է տեսնել վեհափառ Հայրապետին, չգիտեմ, դատարանում որևէ մեղադրյալի աթոռի նստած, սա ոչ միայն իշխանությունների կողմից արված, բայց սա նաև ազգային խայտառակություն է։